Արդեն իսկ նկատվում է ուրվագծվում շատ հետաքրքիր մի հանգամանք։ Նշեցի, որ աշխարհի բոլոր ծագերում կան ժայռապատկերներ։ Սակայն Հայաստանի ժայռապատկերները, թե պատմական Հայաստանի թե Հանրապետության տարածքի, շատ են բազմազան։ Ժայռապատկերները նրանց արտահայտած թեմատիկայի առումով ընդգրկված են գրեթե 15 որոշակի թեմատիկ խմբերում, որ ես թվարկեցի՝ անշարժ բնության տարրեր, կենդանի բնություն, ստեղծագործություն, առասպելական կենդաններ, գաղափարագրեր եւ այլն։ Այս թեմատիկ խմբերի մի մասը աշխարհի այլ վայրերում կամ բացակայում է, կամ շատ թույլ է արտահայտված։ Օրինակ, վիշապներ, աստղաքարտեզներ, տառանման նշաններ, օրացույցներ գրեթե չկան։ Աշխարհի այլ վայրերի հնավայրերում ժայռապատկերները միաժամանակ ու միատեղ ներկայացնում են 5 կամ 6 թեմատիկ խումբ, ասենք Սիբիրի, Ալթայի կամ Միջին Ասիայի ժայռապատկերներում մոտ 5000 ժայռապատկերը սփռված է 2-3 քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Նրանց 90-95% այծեր են, մի 2% մարդկային պատկերներ, 2% ոսի տեսարաններ, գուցե լինի 1 արևանշանի պատկերում եւ այլն այսպես։ Մեկ հնավայրում, որն ընդգրկում է, ասեցի, 6000 ժայռապատկեր, թեմատիկ բազմաժանրությունը, թեմատիկայի տարբերությունները թույլ են արտահայտված։ Հայաստանում Գեղամալերներում մի քառակուսի կիլոմետր տարածքում կա մոտ 30 ժայռապատկերի կուտակում, փոքր խմբեր։ Ամեն խմբում կարող ես տեսնել բոլոր թեմատիկաներից։ Ինչ կարող ես նշանակել։ Կարծում եմ, որ թեմատիկայի նման հարստությունը, տարածքում խտացվածությունը ժայռապատկերների վկայություն կարող է ծառայել, որ ժայռապատկերման արվեստը, ավանդույթները ևս դրսևորում են աշխարհի մասշտաբով կենտրոնասփյուր բաշխում։ Ինչը լեռնաշխարհի տեխնոմշակութային հզոր ալիքների տարածման մի վկայություն է։ Հարակից շրջաններ եւ ավելի հեռու։ Այսինքն, առկա է ևս մի հզոր կռվան, ժայռապատկերների օգնությամբ ստացված, որ հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է հայկական լեռնաշխարհում։ Միաժամանակ սա ապացույց է հայ ժողովրդի բնիկության։ Ժայռապատկերները փորագրվել են կարծր գործիքներով, կայծքարով, ասենք, իսկ հետագա հնարավոր է նաև մետաղե գործիքներով։ Շատ նրբահյուր պատկերներ կան նրբագիր, որոնք իհարկե փորագրվել են մետաղե գործիքներով։ Ժայռապատկերների մի մասը ունեն աստղագիտական բնույթ։ Մարդը դիտելով երկնային երկինքը, գիշերային երկինքը, նկատել է մարմինների, երկնային մարմինների շարժումները եւ դրանց հիման վրա կառուցել առաջին օրացույցները։ Բնականաբար դրանք պատկերվել են քարերի վրա։ 7-րդ դարի նշանավոր հայ աստղագետ, տոմարագետ, գիտնական փիլիսոփ Հանանյան Շիրակացին մի փոքր վկայություն է պահպանել այդ առթիվ։ Նա գրում է, որ նախնիների զգայարաններն առավել սուր էին, քան այժմյան մարդկանց զգայարանները։ Ուստի կարողացան ոչ միայն արեգակի ընթացքը նկատել, այլև մյուս բոլոր լուսավորներինը։ Եվ շարունակում է, ոչ միայն նկատեցին, ոչ միայն ուսումնասիրեցին, այլև այդ շարժումները դրոշմեցին քարերի վրա։ Մոտ առաջին հազարամյակում ժայռապատկերման ավանդույթը իր տեղը զիջում է տեղեկությունների ու զգացմունքների արտահայտման առավել կատարյալ համակարգերի, այսինքն սեպագրերի, հետագա նաև հնչյունական գրերի։ Ժայռապատկերների նշանակությունը պատմահնագիտական խնդիրներում շատ մեծ է, քանզի ժայռապատկերն ըստ երևույթին այն միակ աղբյուրն է, որը պատկերագրորեն
մեզ է հասցնում անհիշելի խոր անցյալի իրականության պատկերները։ Ինչ է տալիս ժայռապատկերների ուսումնասիրությունը։ Փաստորեն ժայռապատկերները 7-ից առաջին հազարամյակների մեր թվարկությունից առաջ պատմական իրականության բացահայտման միջոց են, որոնք պատկերագրորեն յուրովի արտացոլում են վաղնջական անցյալը։ Դրանով իսկ ժայռապատկերները ծառայում են իբրև պատմագիտության ու մշակութաբանության հավաստի սկզբնաղբյուր։ Արագածի ստորոտում, Օշականից մի քանի կիլոմետր արևմուտք, Ոսկեհատ գյուղի մոտ Լուսակատար լեռան լանջին պահպանվել է ժայռապատկերների մի փոքրիկ խումբ։ Դրանք հայտնաբերվեցին 90-ական թվականների սկզբին։ Զարմանալի փաստ է սա։ Ժայռապատկերներ, որոնք գտնվում են 1000 մետր բարձրության վրա։ Սովորաբար նրանք գտնվում են 2-3 կիլոմետր բարձրություններում։ Զարմանալի է մի հանգամանք ևս։ Բազում արշավանքների ու ասպատակությունների վայր Տատերաբեմ այս խաչմերուկում պահպանվել է ժայռապատկերների մի խումբ, մի քանի հազարամյակ, գրեթե անաղարտ վիճակում։ Ինչն էր դրդում մարդուն նկարել, որն էր նրա ներշնչանքի աղբյուրը։ Բնականաբար արվեստի դրդապատճառ միշտ էլ ծառայել են նորը, անսովորը, տարօրինակը, գեղեցիկը, վեհը, ողբերգականը։ Այս ամենը արտահայտված է մեր ժայռապատկերներում։